Քելու որևէ անհրաժեշտություն չկա, ոչ ֆիզիկական, ոչ բարոյական եւ ոչ քաղաքական, կներեք իհարկե այս վերջին արտահայտության համար։ Անհրաժեշտ է իմ կարծիքով այսօր շարունակել, թեկուզ եւ մինչև ժամը 12-ը գիշերվա մենք կարող ենք ավարտել այս բոլոր հարցերը։ Ովքեր են համաձայն ժողովը հետաձգել եւ շարունակել վաղը 9:30 րոպեին։ Խնդրում եմ քվեարկել կողմ։ Առաջի առաջարկը ստացել է 90 ձայն։ Նշանակում է չի անցնում այդ առաջարկը։ Ես հարկ չեմ համարում երկրորդ առաջարկը դնել քվեարկության։ Խնդրում եմ հանձնաժողովին անցնել իր պարտականությունների կատարմանը։ Խնդրում եմ պատգամավորներից ոչ մեկը չբացակայի եկեղեցուց մինչև քվեարկությունների ավարտը, անկախ նրանից քանի փուլ կանցնենք եւ ինչքան կտևի այդ քվեարկությունները։ Արիս եպիսկոպոս Շիրվանյան, Ներսես արքեպիսկոպոս Խոսապալյան, Գյուրեր եպիսկոպոս Կապիտյան, եպիսկոպոս Արիստագեսյան, Բարքև եպիսկոպոս Մարտիրոսյան, եւ Խաչիկ Բաբիկյան։ Վլադիմիր Դերդերյան, Կինոդությունը Բախմաներ, Մեսրոպ Չախոյան, Արմեն Մխիթարյան, Լուչյան, Շվեխ, Սարգիս Կահանա Մերկոնյան, Գևորգ Օհանյան, Դենիս Մամազյան, Սարգիս Խաչատուրյան, Զվիցերիա, Ալեն Գուբկար, Ֆրանսա, Ֆրանսա, Մեսրոպ Ավագանա Շանգոջյան, Սարգիս Կեբոյան, Գարվիս Ջրբաշյան, Արման Բաղատուրյան, Ռոբերտ Նոնիկյան, Շան Ստեփանյան, Բելջիկա, Անդրանիկ Կասարյան, Բարձրացնել արկղը
ոչ այս վարիներ իմ չեմ Կարեկին արքեպիսկոպոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Բարքև եպիսկոպոս, Բարքև եպիսկոպոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին արքեպիսկոպոս, Կարեկին կաթողիկոս, Կարեկին արքեպիսկոպոս, Կարեկին արքեպիսկոպոս, Կարեկին կաթողիկոս, Քվեարկությունների արկղը բացելուց հարցրեց, որ արկղում եղել են 397 քվեակեր, որոնցից 5-ը ճանաչվել են անվավեր, քվեները բացվելով հետևյալ կերպ։ Կարեկին կաթողիկոս 186 ձայն, Կարեկին արքեպիսկոպոս 145 ձայն, Բարքև եպիսկոպոս 61 ձայն։ Այսպիսով երկու առավելագույն ձայն ստացածները դրանք են Կարեկին կաթողիկոսը և Կարեկին արքեպիսկոպոսը պետք է քվեարկվեն հաջորդ տուրում։ Իսկ հիմա խնդրում եմ բոլորդ ոտքի հավաքենք, ավարտենք այսօր մեր աշխատանքը, վաղը շարունակելու պայմանով։ Խնդրում եմ մի պահ նստել բոլորին, Կարեկին արքեպիսկոպոսը հայտարարի կարգավորմանը։ Նստեք բոլորը, նստեք, Սարգիս Քաշվայ։ Ես ցանկանում եմ մի ձեր ծրբություն, երաշնոր Սրբազան Պատրիարք հայրեր, հոգևոր եղբայրներ և հարգելի պատգամավորներ, ես գտնում եմ, որ այլևս պետք է ավարտենք այս ընտրությունները և իմ կողմից ես ուզում եմ շնորհավորել Վերապահ հորը, որպես նորընտիր հայրապետ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, որպես ամենայն հայոց կաթողիկոս։
ամենաբադի սրբազան եղբայր, սիրեցյալ սրբազան եղբայրագիցներ, մեկ րոպե ցեզի իմ խոսքը ուղղել է առաջ, թույլ տվեք ինձ, որ դառնամ դեպի այն սրբատեղին, որ Աստված իջավ իր միածին որդուն մեջ են եւ օրհնեց մեր հայրենիքը, մեր հողը, թույլ տվեք ինձի առաջին վարդկս համարեմ իջման սուրբ սեղանին համբույրս, որպես ուխտի նվիրականակույն բահը այս կյանքից։ Դուր զորություն ծառայի քո, գեցո զորտի աղախնոքո և արա արիս նշան բարության։ Սաղմոսերկույին այս պարերով ես կպանամ իմ շրտները, երբ առաջին անգամ լալով իր գամքովը և իր ժողովուրդին ընդրությամբը կգոչվիմ այս բարձրակույն և ձանրակույն բարդավորության։ Դուր զորություն ծառայի քո, գիտեմ, ես ինքս լավ կճանչնամ, տգար եմ ես այս մեծ անպերելի ձանրության, ինչպես կսե նարեգացին, բայց դուր զորություն ծառայի քո և արա արիս նշան բարության։ Եվ սիրեցյալ եղբայրներ հոգևոր, գործագիցներ աշխարհական, դիգիններ և օրիորդներ, իմ շնորհակալության անհուն և մարդկային բարերով անդարազելի շնորհակալությունը կհայտնեմ ձեզ բոլորիդ, որ երկար խորհրդակցություններ է, թերևս երբեմն հոգեգան ներքին մղձավանջները ետքը եկաք այս եզրակացության և զիսպերիք, որպես նոր կահագալ լուսավորչահիմն մայր աթորով։ Ամենաբադիվ սրբազան եղբայր, կաթողիկոսական դեղաբահ մայր աթոր։ Ես քաչ գիտեմ, թե դուք անցնող 6 ամիսներու կամ 7 ամիսներու ընթացքին ինչքան քաջությամբ, դոգոնությամբ և լայնախով համբերությամբ դարիք այս ծանր բերը, որպեսզի 130-րդ և 131-րդ կաթողիկոսներուն գաբը ըլլակդուք։ Այսօր եղբայրական ամենայն քաղցր սիրով իմ շնորհակալությունները կհայտնեմ ձեզ և խորոց սրտի կմաղթեմ, որ Երուսաղեմի առաքելական Սուրբ Աթոռը ձաղգի ձեր կահագալության երկար տարիներուն և դառնա մեր եկեղեցվող հոգեգան սնուցման և զորացման կարևորագույն աղբյուրներեն մեկը։ Հոգևոր եղբայրներ, գերագույն հոգևոր խորհրդի, ատենապետությամբ մեր սիրելի Գարեգին Պատրիարքին, Կոստանդնուպոլսո և մասնակցությամբ եպիսկոպոսած և աշխարհականած դասուն ձեզ ևս կհայտնեմ իմ խորին շնորհակալություն։ Շնորհակալության և գնահատանքի ջերմակին խոսքերս կուղղեմ Երևանի հայրապետական առաջնորդության կաթողիկոսի փոխանորդ և իմ սիրեցյալ գրծեր եղբոր, անբանագից եղբոր Գարեգին arciepiskopos Nersesyan. Եվ ուզեմ, որ ինչպես միշտ սկացած է ասկի առաջ, անգամ ու եվս սա կսկա, որ մեծ եղբայրն ունի այստեղ
եւ իր մեջ կտեսնեմ ես ամենեն մոդիկ կորձագիցներեն մեկը հարաճիգա դարիներու ընթացքի։ Ես այս արիթով ուզեմ նաեւ շնորհակալությունս հայտնել բոլոր անոնց, որոնք հadouk աշխատանք տարին եւ որոնց մասին ես վաղը իմ խոսքս կուղեմ հարկարժան եւ պատկարաստու ազգային եկեղեցական համակումարին։ Ասով չվերջացա։ Ձեր գործը։ Ես սակայն չեմ գրնար այստեղ իմ սրդակին շնորհակալության, մաղթանքի եւ գնահատանքի խոսք ուղղել մեր նորանկախացյալ Հայաստանի Հանրապետության անոր վսեմաշուկ նախագահին, բոլոր պետական ավականիին, բոլոր սպասավորներուն պետական եւ բոլոր մեր ժողովրդի զավակներուն հայրենի եւ արտասահմանյան։ Եվ այժմ այս դանր լուծին տակ կմտնեմ, իմ սիրո խոսք ուղեմ նաև այն կաթողիկոսության, որուն 18 տարիներ ծառայեցի Մեծիդանն գիտիկյո կաթողիկոսության, եւ իմ մաղթանքս է եւ ջանքս է, որ միշտ այդ միասնականության եւ գործակցության մեկ եկեղեցի գաղափարին տակ եւ տրոշին խաչին ներքև հարաճ երթալու գամքը թող նվիրագործվի։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, բահյա, բահպանյա, զասկս հայոց, զեկեղեցիս Հայաստանի այց, ըս հայրենիքս մեր, ըս Հայաստան աշխարհն, եւ զամենայն հայ զավագունս քո, սրվյալս իվերայ երկրի, իծակս աշխարհի։ Դեր անսասան բահյա, ըս նվիրապետական աթորս մեր, ըս մայր աթորն սուրբ էջմիածնի, ըս միապանություն սորին, ես ամենայն գազմագերբությունս եւ ըս հաստատությունս մայր աթորուս, օրհնյա դեր եւ ըս դունն մեծիդանն եւ ըս կաթողիկոսություն, մեծիդանն գիրիկյո, ըս բադրիարքությունն Երուսաղեմի, եւ ըս բադրիարքությունն Կոստանդնուպոլսո, եւ զամենայն թեմորայս Հայաստանի այցս առաքելական սուրբ եկեղեցքո, դուր խաղաղություն, շնորհյա, անտորություն եւ բարգավաճում հայրենյաց մերոց, բասն փարածդ գոց, ընդովանյա սուրբ եւ պատվական խաչի վտքով իր խաղաղության։ Հրգյա դեր, հերևելի եւ հաներևույթ թշնամբույն, արժանավորյա կողությամբ պարավորերս կեզ, ընդվոր եւ ընծուր փոխույթ, այժմ եւ միշտ Դավիդյանս Դավիդենից ամեն։ Ամեն։ Երերուկի շնորհած Սուրբ Հոգին, երթայքի խաղաղություն, Եդեր Հիսուս, Եղիցի ընձեզ, ընդ ամենեսյանդ,
Ամեն։ Հայտարարություն էր, հայտարարություն։ Քիչ մսկասենք վերապարկով։ Քիչ բանաբանական որ ավելի լավ։ Խնդրեմ մի քիչ հեռացեք, քիչ մի ետև կացեք, եթե կարելի է։ Մի քիչ ետև կացեք։ Մի քիչ բացվեք, եթե կարելի է։ Այս պահը ես կնկատեմ ամենեն կարևոր բահերեն մեկը այս օրվան դեպքին եւ հայոց հանրապետության նախագահը իր ավականիով գուկա շնորհավորել նորնդիր կաթողիկոսը ամենայն հայոց մայր աթո Սուրբ Էջմիածնի։ Ես այսօր ոչինչ կրնամ ասել պատմական այն նշանակության մասին, որուն համար ինքը Սեմաշուկ նախագահը արտահայտվեցավ ազգային եկեղեցական ժողովի բացման հանդիսավոր նիստին, բայց հայոց պատմությունը որոշ աստիճանով գարտացած լալով ինքզինքս այդ պատմության հետ հաղորդ ըսկալու ապրումով ես այսօր գսեմ պատմական հարազատ ուղիին շարունակման ճամփուն մեջն ենք մենք։ Ես կշնորհավորեմ ձեզ ձեր այս բարձր ու ազնիվ մտածման համար եւ իմ բոլոր հոգեվոր եղբայրներուս անունով Սուրբ Էջմիածնի մայր աթորին անունով ես ձեզ կհայտնեմ իմ ջերմակին շնորհակալությունները, որ այսօր դուք օրինագելի եւ հայոց պատմության վայել արարք մկադարեցիք ձեր առաջին այցելություն տալով նորնդիր ամենայն հայոց կաթողիկոսին եւ կուզեմ ձեզ վստահեցնել, պարոն նախագահ, որ այս կաթողիկոսին առաջին այցելությունը ուրիշ տեղ չի գնալ, բայց միայն ձեզի հայոց Հայաստանի մեր անկախ պետության նախագահին եւ առհասարակ պետության կառույց։ Ողջ ժողովրդի անունից շնորհավորել ձեզ այս պատվավոր եւ միաժամանակ չափազանց պատասխանատու ընտրության առթիվ ես համոզված եմ, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցական ժողովը կատարեց ճիշտ ընտրություն եւ նույնիսկ նրանք, ովքեր կասկածներ ունեին, վստահ եմ շատ շուտով կհամոզվեն դրանով։ Ես չեմ կասկածում վեհապարտեր, որ դուք ձեր ողջ կարողությունները, ողջ եռանդը, ողջ հոգին կներդնեք հայոց եկեղեցու բարգավաճման եւ հայ ժողովրդի լուսավոր ապագայի կերտման գործին։ Եվ ես կարծում եմ իրավունք ունեմ ձեր անունից հավաստելու, որ դուք որպես հայ ժողովրդի հոգևոր հովիվ, ես որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ձեռքի տված պիտի մեր գլուխը մատաղ անենք այս ժողովրդին։
Շնորհավորությունները նորընտիր եւ ազգընտիր կաթողիկոս նորին Սուրբ Օդություն դեր կարեկին առաջին ամենահայոց կաթողիկոսին բոլորս ուրախ ենք եւ նոր դեսիլքով լեցված որ հայ եկեղեցու կյանքի մեջ նոր առաքելությունը կհաստատվի եւ վստահ ենք որ համախմբելով նորընտիր կաթողիկոսի շուրջը մենք մխիթարություն պիտի բարգեւենք մեր ազգինի Հայաստան եւ Իսպիրս աշխարհի Ուրախ ենք, որ Հայաստանից առաքելական եկեղեցվով Մայրաթորի քահին վրայեն սև կողովերցավ եւ ամենան հայոց կաթողիկոս ընդրվեցավ իր արժանավոր եկեղեցականներեն մեկուն մեջ են եւ վստահ ենք, որ մեր եկեղեցին իր գարկ ու կանոնով եւ փառքով դակավին երկար դարիներ իր ծառայությունը պիտի բերե մեր ժողովրդին։ Այս պահին ուրախության եւ հրճվանքի զգացումներ են, որ աթոռի վրա արժանավոր անձնավորություն բազմեցավ եւ ասիգա բարիք մնե թե մեր եկեղեցին, թե մեր ազգին համար, մանավանդ հայրենիքին համար։ Բոլորս ալ փառք ու դանք Աստուծո, որ այսպես վերջացավ կաթողիկոսի ընտրությունը առանց պայքարի, առանց ընդհարումներու, առանց անախորժության։ Եվ ադիգա փաստ է, որ բարի արարքն է, որ գդարվեցավ Մայրաթորի մեջ։ Փառք Աստծո։ Ինձ համար հոգեգան հրճվանքի մեծ բահ էր, երբ Սուրբ Էջմիածնա զանգերը հնչեցին եւ բոլոր հոգեվորականներ, աշխարհական պատգամավորներ միադեղ սկսան երգել Էջմիածին իհորե եւ հայտարարվեցավ 131-րդ կաթողիկոս ամենայն հայոց եւ այդպեսով ահավասիկ նոր շրջանը կբացվի մեր արչեւ իբրև ազգ, իբրև եկեղեցի եւ ես կհավատամ, որ մեր արչեւ բացված այս ճանապարհը լուսավոր ճանապարհ է, մեզ միացնող, զորացնող, ամրապնդող ճանապարհ մնե եւ Աստուծո զորությամբ մեր բոլորին սիրո միասնականության մոդեցումով մենք պիտի կարողանանք իսկապես դարձնել Էջմիածինը հավատքի գետրոնը համայն հայ ժողովրդին ի Հայաստան եւ Իսպիրս աշխարհի։ Մենք ուրախություն ենք ապրում, որ այլևս լուսավորչի գահին ունենք բազմած նորընտիր հայոց հայրապետ եւ աղոթում եւ մաղթում ենք Գարեգին առաջին վեհապար փորը երկար կյանք Սուրբ Հոգու զորակցություն իրականացնելու մեր բոլոր իղձերն ու երազները առնչված մեր եկեղեցական կյանքի հետ, մեր ազգային կյանքի հետ։ Իմ խոսքս վերջին